Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, գործարար ալիքն եք դուք լսում կամ դիտում YouTube-ով, Facebook-ով կամ FM 106.5 հաճախականությամբ։ Modus Vivendi հաղորդումն է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Երկու շաբաթ է բացակայում եք մեր եթերից։ Եվ այս երկու շաբաթվա ընթացքում շատ լուրջ եւ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնց շուրջ այսօր կզրուցենք, բայց թերևս սկսենք Լավրովի այցից Հայաստան 4 տարի դադարից հետո Լավրովը, նույն ինքը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը եկավ Հայաստանի Հանրապետություն եւ վերահաստատեց Հայաստանի հետ հարաբերությունները, կուզեմ շեշտը դնենք նրա վրա, թե ինչ նպատակադրում ուներ այս այցը, ինչ մեսիջ էր պարունակում եւ ընդհանրապես սա չի վնասի Հայաստան-Եվրամիություն այն ենթադրյալ հարաբերություններին, որ մենք ունենք։ Նա Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի կայսերական մոտեցումը Հայաստանի նկատմամբ, հստակորեն ասելով, որ որևէ մեղք չունեն իրենք Արցախի հարցով, ասեց մեզ որևէ մեկ Արցախի հարցով չի կարող մեղադրել, զենքի վաճառքի հարցով ասեց լավ են կարել, ձեզ էլ ենք տվել, իհարկե դա վիրավորական էր, որովհետև այդ դեպքում հարցը առաջանում, ինչ տարբերություն դաշնակցի եւ ոչ դաշնակցի միջև, դուք մեզ զենք պիտի տայիք, եթե չեմ ասում անվճար գոնե զեղչի գներով, որպես դաշնակցի, իսկ Ադրբեջանին չպիտի զենք վաճառեք, որովհետև նա ձեր դաշնակցի թշնամին է, բայց դուք դա արել եք, հետևաբար բոլոր տեսակի համեմատությունները տեղին չեն։ Ես չի ասի, որ այդ նրա այցը երկու բարեկամական երկրների, առավել ևս ստրատեգիական դաշնակից երկրների այցի տպավորություն էր թողում, այսպես երկար ժամանակ տուն չեկած, բայց հետո վերադարձած տանտիրոջ ռուսերեն բառով ասած խազայինի այց էր, իրա պահելու ձևը եւ այլն։ Նաեւ պետական արարողակարգի խախտումով, ոչ մի այցելություն չեղավ ցեղասպանության զոհերի հուշարձանից, դա մեր արարողակարգի մաս է, դա օրենք է, դա այսինքն ցանկությունով չի։ Եվ հակառակը այցելություն անհայտ զինվորի հուշարձանին, որը թեև փորձում էին ներկայացնել Մայր Հայաստանի հուշակոթող եւ այդպես չի, դա այդ զինվորի հուշարձանն է եւ պսակնել այդտեղ է դրվում, որը հենց ուղերձ էր այն, որ այսինքն մեր սովետական ընդհանուր անցյալն է շեշտվում, որ իրենց համար շատ դրական է, գուցե տնտեսական, մշակութային առումով դրական է եղել, բայց միջազգային իրավունքի առումով դա եղել է Հայաստանի Հանրապետության տարածքի զավթում 1920 թվականով, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը Ռուսաստանը զիջել է Թուրքիային եւ Ադրբեջանին, որի պատճառով, սա հատուկ ուզում եմ շեշտել, շատերը մոռանում են, որ Արցախը Ադրբեջանի վարչական ենթակայության տակ դնողը Բրիտանիայի, Ամերիկայի, Ֆրանսիայի կուսակցությունը չի եղել, դա Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, այսինքն պատճառահետևանքային որ նայում ենք, մենք կարող ենք հիմա շատ մեղավորների գտնել եւ շատ ենք անդրադարձել, սկսած նախկին իշխանություններից ներառյալ Նիկոլ Փաշինյան, բայց այս ամբողջ հետևանքն նրա, որ բոլշևիկները Ռուսաստանի, շեշտում եմ, Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցությունը որոշել էր համաշխարհային հեղափոխություն անել եւ դրա համար սիրաշահում էր Սուլթան Խալիֆի երկիր հանդիսացող Թուրքիային եւ նրա նորացված երիտթուրքական իշխանություններին, այն է քեմալականներին, որոնք երիտթուրքեր էին բոլորն էլ, ցակումով այդ թվում Քեմալը եւ վճարեց Հայաստանի Հանրապետության տարածքով իբր հեղափոխություն անելու, բայց ինչպես Պուտինն է հիմա հաճախ ասում, ասում ապյաց նա սկիнулի, հերթական անգամ գցեցին, խաբեցին այն ժամանակ էլ եւ այլն, անգամ դա էլ չեղավ։ Հետևաբար սա պարզապես ես կարծում եմ ուղերձ էր Հայաստանին ընտրություններից առաջ եւ պրոռուսական ուժերին ակտիվացնելու, ակնհայտ է, որ արդեն Նիկոլ Փաշինյանը սկսել անտրապայքարը եւ մյուսները եւս, մյուս տարի տեղ մի տարի կա, եթե արտահերթ չլինի, բայց արդեն այդ պայքարը սկսել է, դա մեկ, մյուսը այս այցը խաթարեց Հայաստանի այդ հարցի երկրորդ մասը, կվնասի, իհարկե կվնասի,
կվնասի, որովհետև շատ հստակ էր Արադ Միրզոյանը շատ պարզ ասեց, մենք երբեք չենք էլ դիմել Եվրոմիության, անդամակցության, նպատակի նման բաների մասին։ Մի բան, որ մենք ասում էինք, որ այդ խոսակցությունները, զանազան հանրաքվեները, ստորագրահավաքները ոչինչ են, քանի դեռ չկա պաշտոնական հայցադիմում հապկից դուրս գալու, ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ հակառակը Եվրոմիություն գոնե որպես նպատակ հայտարարելու մասին հայց։ Հետևաբար, ասма եկավ, որպիսի բոլոր կետերը դնելու տեղը։ Այդ ընթացքում նաև Լավրովը իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու հայ-ադրբեջանական հարաբերություններին, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքվի, եթե կողմերին կհետաքրքրի դա։ Եկեք վերհիշենք, երբվանից սկսած հայ-ադրբեջանական հարաբերությունները մտան ուղիղ բանակցային փուլ եւ ինչպիսին էր վիճակը Ռուսաստանի հետ միասին համագործակցության ժամանակ եւ ինչպիսին էր հետո եւ ինչու է Լավրովը հիմա փորձում հայտարարել, որ իրենք կօգնեն այդ գործընթացը արագ կատարվի, ինչը արդեն ունի Ռուսաստանը մեր համար ժամանակ Ուկրաինայի հետ այդպես հարցերը կարգավորեց, տեղը գցեց, գալիս է։ Ռուսաստանը այս նույն Լավրովը եւ իր անունով կոչված պլանը ինչ էր նախատեսում կաշառել մեր հաշվին տարածքների հաշվին Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանը անդամակցի Ռուսաստանի գլխավորությամբ տակ գտնվող որոշ կառույցներում։ Նման խոստումներ, բանավոր, ուղղակի անուղղակի Ադրբեջանը շատ է տվել, բայց հերթական անգամ խաբեց։ Այսինքն եւ ստեցան Ադրբեջանը ավելին ստացավ, քան Լավրովի պլանն էր։ Լավրովի պլանը նախատեսում էր Ադրբեջանին անցում առանց լղիմի եւ այդ միջանցքով, բայց ինչը դա տեղի ունեցավ, որովհետեւ պարզվեց, որ Արցախի ղեկավարությունը, տվյալ դեպքում ասենք Ղարաբաղի ղեկավարությունը այնպես էր թալանել Ղարաբաղը, այդ զինատեսակները, որոնք թղթի վրա կային, պահպանական գոտիները, պաշտպանական գոտիները իրականում գոյություն չունեին այդ ամբողջ եւ այլն։ Այսինքն տեղ ունեցավ այն, ինչ որ հաճախ տեղի է ունենում, երբ որ դու կեսքայլ նախատեսված հետ ես անում, բայց դա դուրս է գալիս քո վերահսկողության տակից, որովհետեւ պարզվում է, որ էությունը փուչ ու դատարկա եւ հակառակը դա տեղի ունեցավ Լավրովի պլանի հետ։ Հաստատ ռուսները չէին ուզում, որ հայերը բոլորը այնտեղից դուրս գային, որ Ադրբեջան ամբողջությամբ գրավեր, իրեն պետք էր մի ոտատեղ, այսինքն մի 3000 ինչպես կար քառակուսի մետր եւ ավելի պակաս 2500 քառակուսի կիլոմետր կրեք տարածք, որտեղ իրանք կունենային ռազմաբազա եւ խաղապահներ այսպես կոչված, բայց դա տեղի չունեցավ, որտեղ Ռուսաստանը ինքը շատ թուլացել է եւ Ադրբեջանը բանը տեղ չի դնում։ Ադրբեջանը հիշենք դեկտեմբեր ամսին 21 թվականի սկսեց շրջափակումը էկոլոգիական ակտիվիստներով, հետո տեսան չէ, ռուսները ի վիճակի չեն ոչինչ անել, թեև թուղթ են ստորագրել, որի դիմաց Հայաստանը վճարել է տարածքներով 4500 քառակուսի կիլոմետր, բայց անգամ ի վիճակի չեն այդ միջանցքը, Լաչինի միջանցքը ապահովել։ Հետևաբար եթե ի վիճակի չեն կամաց եկան, այսպես ասած գրավեցին եւ տեղ ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Այսօր ստրատեգիական առումով Ռուսաստանը հարավային Կովկասում իր քաղաքականությունը ձախողել է, որովհետեւ մինչեւ 2020-ը ինքը ուներ Ադրբեջան, որը սիրաշահում էր գոնե ինչ-որ հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ, որպիսի աջակցությունը ստանա, այսպես ասած Ղարաբաղը ճակերտավոր ազատագրելու համար։ Ինքը լրիվ վերահսկում էր Հայաստանը, Հայաստանում շատ պրոռուսական տրամադրություններ էին, իսկ Արցախի մարզում ընդհանրապես անչափելիորեն շատ, որտեղ Ռուսաստանն է միակ փրկիչը։ Ինչ ունի հիմա։ Հիմա ունի Ադրբեջան, որը թքած ունի Ռուսաստանի վրա։ Բացահայտորեն, որտեղ այլևս ինքը Ռուսաստանի կարիքը չունի։ Ինքը մի բան էլ ավել ստացել է, ինչ որ ուզում էր, այսինքն Ռուսաստանի ինչ հարցում իրան պիտի օգներ, այլևս այդ հարցը չկա։ Չունի Հայաստան այն չափով ինչ որ այսինքն ուներ, այո, վերահսկումը դեռ զորքը կա, շատ տնտեսության մեջ մեծ դեր ունի, բայց ժողովրդի տրամադրվածությունը արմատապես փոխվել է։ Նրա նկատմամբ հետևաբար, ես ասա այդ քաղաքականությունը, Լավրովյան քաղաքականությունը ձախողել է բացարձակ, որտեղ մենք այդ տեսանկյունից պիտի նայենք, այսինքն երկրի ազդեցությունը հարավային Կովկասում այն ժամանակ, այսինքն 5 տարի առաջ եւ հիմա
հիմա անհամեմատ թույլ է, հիմա մտել է Թուրքիան, առաջ չկար, Թուրքիան ներկայություն ունի, Թուրքիան ազդեցություն ունի եւ այս ամբողջը բան, այնպես որ ես կարծում եմ այս ուկրաինական պատերազմը որևէ հնարավորություն չի թողնելու Ռուսաստանին, որպեսզի նա կարողանա բացի խոսքային այսպես եւ հայտարարություններից մի փոքր ճնշումներ Հայաստանին որևէ ազդեցություն ունենա։ Մենք դա տեսնում ենք Վրաստանում էլ դա չի հաջողում երկար ժամանակա, իսկ Ադրբեջանը գնալով ավելի հեռանում Ռուսաստանից։ Եթե անդրադառնանք խաղաղության պայմանագրի կնքմանը, կարծես թե մոտ ենք եւ ինչքան ժամանակ է այս տաղավարից խոսում ենք, որ մոտ ենք այդ պայմանագրի կնքմանը, բայց այս կամ այն պատճառով միշտ հետաձգվում է։ Իլհամ Ալիևն էլ օրերս հայտարարել է, որ Հայաստանը պիտի համաձայնի եւ կհամաձայնի, որովհետեւ այն ինչ մենք ենք պահանջում, այն է սահմանադրության փոփոխություն ու Մինսկի խմբի լուծարում, դա ինչ որ արտառոց բան չէ ըստ Ալիևի։ Եվ ինչն է հետաքրքիր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն էլ ասել է, որ մոտ է եւ ինքը ողջունում է, որ խաղաղությունը տարածաշրջանում մոտ է, որովհետեւ դա մեծ դռներ կբացի թյուրքական աշխարհի համար։ Եկեք հասկանանք ի վերջո, եթե այս արտահայտությունը անում է մեր թշնամի երկրի նախագահը թյուրքական աշխարհի համար, լայն հնարավորություններ կբացի։ Միգուցե մենք պետք չէ որ դա ստորագրենք ամեն դեպքում։ Մենք դա միևնույն է չենք ստորագրելու, Ալիևը չի ստորագրել։ Մենք այստեղ բազմաթիվ անգամներ ասել ենք, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվելու։ Դա իրանց պետք չի։ Գիտեք, սա նման է, եթե այսպես գեղարվեստական համացություն անենք, այն ծիածանի նման է, մենք երեխա ժամանակ sense նայում ենք ծիածան, ուզում ենք գնանք տակով անցնենք, բայց մի հայտնի հատկություն կա, ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է, վերջել անհետանում է, դա դրան նման է։ Այդ սիրուն ձևով գայթակղում են, դուք երկու պահանջի մասին նշեցիք Ալիևի, երկուսը էլ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է արդեն, բայց այնտեղ կա ուրիշ մի բան, որը շատ հստակ ասեց, Հայաստանը պիտի հստակ ասի, երբ պիտի ընդունի արևմտյան ադրբեջանցիներին արևմտյան Ադրբեջանում եւ ինչպես պիտի ապահովի նրանց անվտանգությունը։ Եվ սա շատ ավելի լուրջ պահանջ է, քան այն երկու պահանջները, որտեվ երբ պիտի ընդունի, ասեք արդեն բան չի քննարկում, ասա պիտի ընդունի թե չէ, համարում է որ պիտի ընդունի, երբ պիտի ընդունի եւ ինչպես պիտի ապահովի անվտանգությունը, որ ինչ է նշանակում։ Այ եթե դու օրինակի համար այդ կռիվոյի թուրքերը որ հետ գան դուք իրանց չապահովեք, վերադարձնեք ամեն մեկի 8 սենյականոց պալատը, չգիտեմ մեծ հողամասերը, որ Երևանն իր այդ ամբողջը չտակ, կինո Մոսկվայի տեղ եղել ինչ որ թուրքական մեկի թուղթ կբերենք, ասեն մերն եւ այլն, պիտի քանդեք եւ մեզ տակ օպերայի տարածքը եւս եւ այլն, այսինքն 1000 պատրվակ ու պատճառ կա պատերազմ սկսելու։ Դրա համար այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալը դա պատրանք է։ Մենք էլ այստեղ բազմաթիվ անգամ ասել ենք խաղաղությունը խաղաղության պայմանագրով չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է ռազմաքաղաքական հավասարակշռությամբ, իսկ այդ ռազմաքաղաքականի մեջ առաջնայինը քաղաքականն է, այսինքն դու պետք է ունենաս դաշնակիցներ, որովհետև որևէ երկիր անգամ Միացյալ Նահանգները, երբ որ ռազմական գործողություններ էին անում, օրինակ Աղվանստան մտան եւ այլն, իրենք ինչ որ դաշնակիցների խումբ են ստեղծում, թեկուզ եւ ձևական եւ այլն, դա շատ կարևոր է, որովհետեւ հնչեղությունը այդպեսին լի։ Իսկ մեզ համար ձևական չի։ Մենք չենք կարող խախտենք, ակնհայտ է, չէ՞, որ մենք չունենք մարդկային, ֆինանսական, տեխնոլոգիական եւ այլ ռեսուրսները։ Հա հիմա որ ինչ որ բաներ են դրել, օրենք են փոխում, որ ինչ որ գումարներ պիտի մուծվեն, որ չգիտեմ, բանակ չգնալու համար։ Նայեք, դրամաբանությունը հետեւյալն է։ Ես համաձայն եմ այդ գումարով բանակ չգնալու, շատերը համաձայն չեն, բայց եթե դա գնում է որպես աշխատավարձ պրոֆեսիոնալ զինվորականի, եթե դու 24 միլիոն դրամ ուզում եք գանձել, չէ՞, ինչ որ 24-ը տղահավոր թվեր է, դուք եթե այդ աշխատավարձ եք տալիս, ենթադրենք ամիսը 1 միլիոն դրամ գանձում եք մարդուց, որ չգնա բանակ, ուրեմն ամիսը 1 միլիոն դրամ տվեք աշխատավարձ պրոֆեսիոնալ զինվորականին, որպեսզի նա, ասենք Պետրոս Պետրոսյանը ծառայի Պողոս Պողոսյանի փոխարեն։ Ես դա կընդունեմ, որտեղ այսօր պրոֆեսիոնալ բանակն է կարևոր, այսօր քանակը կարևոր չի։ Այն որ ասում են
դե այսքան մարդ բանակ չի ծառայել, այսքան մարդ, չգիտեմ, լքել է, ել եմ ասում, դա երրորդական է, քանակը խնդիր չի լուծում։ Վերջի պատերազմները ցույց տվեցին, որ քանակով մեծ բանակները կարան պարտվեն եւ պարտվում են շատ ավելի փոքրաթիվ բանակներին, որոնք տեխնոլոգիապես ավելի զարգացած են։ Հետևաբար հարցը սա է, առաջին հերթին պետքա ունենալ ժամանակակից արդի բանակ եւ դրա համար կա այդ գանձումները, որ անում են, դա պետք է ուղակի գնա բանին այն ծառայողին, որի աշխատավարձը չպետք է լինի ոստիկանի աշխատավարձից ցածր, կպարզ ասած, եթե միլիոն դրամ գանձում են որևէ մեկից, որ մեկ ամսվա համար բանակ չծառայելու համար, ուրեմն միլիոն դրամը պետք է որպես աշխատավարձ գնա իրան փոխարինող մեկ այլ զինվորի։ Նորից անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող պահանջներին, տեսեք, Ադրբեջանը ասում է, որ մեր սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հակադարձում ենք ասելով, մենք էլ տեսնում ենք, որ Հայաստանի տարածքի նկատմամբ կան պահանջներ, բայց մենք ձայն չենք անում։ Ադրբեջանը ասում է, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան Արևմտյան Ադրբեջան, մենք ասում ենք, որ Արևմտյան Ադրբեջան Հայաստանում չկա, գոյություն չունի, բայց էլի չենք ասում, որ մենք էլ ունենք արցախահայեր, ովքեր ունեն վերադարձի իրավունք։ Բաքվի հայեր, Սումգայիթի հայեր, հայերի քանակը ՍՍՄ տարիներին 89 թվականի համարով շատ ավելի շատ էր, քան ադրբեջանցիների Հայաստանում։ Այո։ Իսկ այս դեպքում պատճառն այն է, որ մենք պարտված պետություն ենք, որ չենք կարողանում այդ պահանջները դնել, թե ինչ-որ այլ խնդիր կա, այսպես իրենք անդադար պահանջներ, մենք դրա դիմաց պարզապես ասում ենք, որ օրինակ չկա այսպիսի բան եւ ասում առաջ ինչու մենք էլ չենք բարձրացնում Արցախահայերի վերադարձի հարցը։ Այդ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանի, ես կարծում եմ նրա մոտ այն սխալ խաթարված պատկերացումը կա, որ քաղաքականությունը դա սիրաշահելու եւ ամեն գնով ինչ որ մի ձևական համաձայնության գալու գործընթաց այդպես չէ։ Քաղաքականությունը դա կոշտ սակարկում է, այսինքն մի բան տալիս ես, մի բան ստանում ես, պետք է ստանաս, մի բան տաս, այդպես է։ Եվ հաճախ դու քո բանակցային դիրքը ավելի մեծ, ավելի կոշտ ես վերցնում, հետո սակարկելով այդ բանակցությունը սակարկություն է։ Հիմա ինչու չենք անում, որովհետև պարտության հետ կապ չունի։ Ադրբեջանն էլ էր պարտված։ Այսինքն Ադրբեջանը 95-96 թվականին մեզ ինչ որ մի բան պատրաստ էր զիջելու։ Չեմ ասում 2000-ից հետո որ կնքեցին 1000 մի պայմանագրեր, նավթ գազ 95, 96, 97 թվականներին Ադրբեջանի համախառն արտադրանքը շատ ավելի քիչ էր, քան Հայաստանն, Հայաստանն ավելի հզոր երկիր էր եւ այլն։ Մենք գործեցինք, այո, 94 թվականին պետք էր ոչ թե զինադադար կնքել, այլ դնել ուլտիմատում եւ պահանջել նրա ճանաչումը Հայաստանի Հանրապետության սահմանի վերականգնումը ըստ միջազգային իրավունքի։ Դա չենք արել։ Իրենք էլ ժամանակ ես կարդացել եմ ադրբեջանցիների եւ լսել եմ, այսինքն տարբեր պաշտոնյա ասում են մենք զարմացանք, երբ որ հայերը մեզանից պահանջում էին, պատրաստ էին զիջել այդ լղիմի շրջակա տարածքները եւ մեզանից պահանջում են ինքնորոշման իրավունքի ճանաչում, ասա մեզ թվում էր որ հայերը պիտի գան եւ պիտի ասեն սա է, այսպես պիտի լինի։ Եթե չէ մենք չենք բանակցում, ոչ մի բանակցություն ու զորքեր առաջ ենք շարժում։ Բայց հայերը գնացին ու սկսեցին զիջելու մասին խոսալ։ Դա եղել է 94 թվականի զինադատարից հենց այդ պահից սկսած։ Այսինքն մենք պատրաստ ենք եղել մի բան տալ։ Իրենք դա լավ գիտեն, իրենք վարվում են, իդեպ մենք այստեղ խոսակցությունները կապես թուրքական քաղաքականությանը դա բնորոշ է, առավելագույնը փոկել։ Ինչ այսօր իրենց համար ընդունելի է, հաջորդ քալին, եթե իրենց դիրքը ավելի ամրապնդվում է, իրենք անպայմանորեն բարձրացնում են իրենց պահանջները։ Մենք դա տեսանք ձեր նշած այսպես ասած խաղաղության պայման 17 կետ էր։ Ասեցին 15 կետը համաձայնեցվածը մնաց 2 կետ, դա երբեք չենք ընդունել, ինչ որ բաներ ասացին, այդ էլ ընդունեցին։ Հիմա արդեն մի քանի կետեր են, այսինքն անընդհատ հնչեցնում, վստահ եղեք, բանը դուք ասում եք սահմանադրություն փոխել, իրանք նաև զինանշանն են ուզում փոխել տալ։ Զինանշանը որտեղ Արարատ լեռը կա, ճիշտ է փուճուր, բայց միևնույնն է։ Վաղ կարող ասեն ընդհանրապես մեզ դուրս չի գալիս, որ օրինակ արծիվ կա, այդեղ արծիվը մանա, դա ադրբեջանական, չգիտեմ, խորհրդանիշ է, դուք իրավունք չունեք դնելու եւ այլն։
նայեք, եթե պատրվակ են ման գալիս, միշտ այդ պատրվակը կարողանան գտնել։ Հետո էլի մի բան անպայմանորեն ասենք, չպետք է նույնականացնել խաղաղությունը խաղաղության պայմանագրի հետ։ Դրանք երկու տարբեր բաներ են։ Դու կարող ունենաս խաղաղություն, չունենաս խաղաղության պայմանագիր, ինչպես Ռուսաստան-Ճապոնիա հարաբերություններն են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ կարող ունենաս հակառակը, խաղաղության պայմանագիր, բայց ունենաս դե ֆակտո պատերազմ, ինչպես օրինակ Սիրիա, Թուրքիա հարաբերությունների մեջ ճանաչված սահման, չգիտեմ 1000 տեսակ եղբայրական փաստաթղթեր ստորագրված, բայց միևնույն է Թուրքիան պահը չի կորցնում եւ այսօր մի Հայաստանի չափ տարածք գրավել է Սիրիայից եւ հանգիստ մարսում է։ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Սթիվ Ուիթքոֆը ասել է, որ ենթադրում է Հայաստանն ու Ադրբեջանն էլ կմիանան Աբրահամյան համաձայնագրերին։ Ինչ եք կարծում ըստ ձեզ, որքանով է իրատեսական դա եւ մեր ռադիո լսողների ու ռադիոդիտողների համար էլ հիշեցնենք, որոնք էին Աբրահամյան համաձայնագրերը, ինչ է դա նշանակում, հա, այսինքն ինչ է դա մեզ տալու, եթե մենք միանանք դրան։ Դա, այսպես ասած, միջինարևելյան երկարատև Իսրայել պաղեստինցեր հակամարտության լուծման ինչ-որ առաջարկա մեզ ինչ է տալու, զուտ այսպես ես կարծում եմ դա ուզում են ներգրավել, մենք չկանք այդ հակամարտության մեջ, ոչ մենք պարզապես ինչքան ես տեղյակ եմ այն երկրները ովքեր ոնց որ կմասնակցեն դրան, ապա որոշակի արտոնյալ կարգավիճակ կստանան Միացյալ Նահանգների կողմից։ Սա այդ աջակցության ձև է, բայց իմ դուրը չի գալիս, որովհետև ինչքան Հայաստանը պիտի աջակցություն ստանա, եթե Ադրբեջանն էլ մեջ կա, Ադրբեջանը ավելի շատ է ստանալու, որովհետև ցավոք սրտի նման օգնությունները, որ լինում են ըստ գլխականակի բնակչության թվի, իսկ Ադրբեջանը հսկայական բնակչության թիվ ունի նկարած, իրենք ասում են 10 միլիոն, թեև դե ֆակտո ռեալ 6 միլիոն ապրում, Հայաստանն էլ ասում է 3 միլիոն, ռեալ ապրում ասենք 2 միլիոն, բանը ամեն դեպքում նրանք շատ ավելի շատ են, դա ես կարծում եմ բանը, ավելի շատ այսպես քարոզչական բնույթի խոսակցություն է, քան իրական, որովհետև նույն այդ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումն էլ դեռ շատ անորոշ է, եւ դեռ նաեւ տեսնենք ինչ ալնում Իրանի հարցը, Իրան Միացյալ Նահանգների հարաբերությունների հարցը, որտեվ այդ էլ ճիշտ է բանակցությունները առաջ են գնում ինչ-որ բանով, բայց հիմնական խնդիրը այն է ուրանիումի հարստացումը, դրա դադարեցումը մնում է պահանջ Միացյալ Նահանգների կողմից, դրա համաձայն չլինելը դեռևս սկզբունքային դիրքորոշում է Իրանի համար։ Իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչ փուլում է, այս պահին գերիների փոխանակում տեղի ունեցավ, կարծես թե բանակցությունների առումով նորություն չունենք, բայց ինչ որ հեղեղուկ փուլ է մտել, ինչ եք կարծում, արդյոք վերջը մոտ է։ Չէ, վերջը մոտ չի, որովհետև հաստատ Պուտինը չի ուզում, որովհետև եթե այսպես ասած խաղաղություն կնքվի, այդ բանակը զինվորականությունը Իրանից պատասխան է պահանջում։ Անցած շաբաթվա ընթացքում 6000-ից ավել զոհ է տվել Ռուսաստանը։ Ու զոհ չի շական պայման զոհված էլ այդ casualties բանը, այսինքն վիրավորներ, նրանք ովքեր որը բանը, դա գիտեք ինչ թվա 6000։ Աղվանական 8 տարվա պատերազմի ընթացքում զոհի թիվը 14000 է եղել։ 8 տարում 14-ը մի շաբաթում 6000։ Իսկն երկու շաբաթ, 3 շաբաթ ընթացքում այնքան մարդ է զոհվում, ինչքան ամբողջ աղվանական պատերազմը հանգեցրեց պատճառներից մեկն էր ՍՍՀ տրոհման։ Դա հսկայական ռազմական ծախս էր, դա բարոյալքեց ՍՍՀ բանակը, այն որ 89-90 թվականին բանակը ըստ էության չպաշտպանեց կոմունիստական ռեժիմը, պատճառներից մեկը էր, որ ինքը բարոյալքված էր։ Իսկ հիմա ավելի բարոյալքված է այդ բանակը։ Ինչու հնարավոր չի, որովհետև ակնհայտ էր, որ այն պատվիրակությունը, որը ուղարկվեց Ռուսաստանի կողմից Ստամբուլ, նա շատ ցածր մակարդակի, եւ անհասկանալի պահանջներով էր, ինչպես ասաց Թրամփը, որ Պուտինը կարծես խելքը գցել է։ Այո։ Ինչու որտեվ նա պահանջում է, ասում է, այն ինչ որ ես գրավել եմ էդի ինձ, բացի այդ ինձ պետք է տակեն ինչ որ ես ուզում եմ, այսինքն
ամբողջական մարզեր, ինքը որևէ մարզ կենտրոն դեռ չի գրավել, բայց ինքը ամբողջ մարզերն է ուզում, ինչ-որ մաս բանը։ Կարճ ասած, ինքը այնպես է պահում, իրեն կարծեք թե ջախջախել է ուկրաինական բանակը, կարծեք թե մեծ հաղթանակի մեջ է եւ կարա թելադրի։ Ես կարծում եմ խնդիրը նրանից է, որ Պուտինը ինքը ինտերնետից չի օգտվում։ Իրան տալիս են թղթի վրա տպած ինչ-որ բաներ։ Այդ ինչ-որ բաները ոնց ուզում են կտան, այդպես տալիս են։ Պուտինի մոտ այն պատկերացումն է, որ Ռուսաստանը հաղթում է։ Եվ այդտեղից էլ Բրգաձեև գալիս ասում են մեր ռուսամոլները, ասում են հեսա կհաղթի հաղթում է, հեսան արդեն 4-րդ տարին է, որ իշխան չի հաղթում։ Ընդհակառակը ռազմական արտոնաբերությունը Ուկրաինայի գնալով ավելի ուժեղանում է, բառացիորեն մի երկու օր առաջ լուրջ գործարանների հարված հասցրեցին Ուֆայում նավթավերամշակման մեծ գործարան, հետո նաև տարբեր այլ գործարաններ եւ այլն։ Կարճ ասած, սա շարունակվելու է։ Ռուսական էլիտան Պուտինի գլխավորությամբ խաղաղություն չի ուզում, իրան ձեռնատու չի։ Այնքան փող, ինչքան պետքա տալ զինվորականներին, իհարկե կրճատելով այլ կարևոր ոլորտների մատակարարումը, ֆինանսավորումը, Ռուսաստանը դեռևս ունի եւ կունենա կտա։ Ռուսաստանում խնդիր չի, մոտ 1 միլիոն զոհվածներ եւ վիրավորներ ա ունեցել 4 տարվա ընթացքում 900-ի ասել, դա շատ մեծ թիվ է, շատ մեծ թիվ է, այսինքն էլի, ասենք եթե նայում եք թե Միացյալ Նահանգները երկրորդ համաշխարհային պատերազմ դրա կեսը չի տվել եւ այլն, բայց ինքը ունի այդ մարդաքանակը ունի այդ խնդիրի այդ ամբողջը չունի, ինքը կշարունակի մեծ հաջողություններ չի ունենա, չի կարող ունենալ, բայց դեռևս Ուկրաինան եւս չի կարողանում գեներացնել այնպիսի հզորություններ, որ կարողանա Ռուսաստանին լրիվ ջախջախել, ինչու չի կարողանում, որովհետեւ անձամբ Թրամփը դա չի ուզում, դրա մասին եւս խոսել են, որտեվ Ռուսաստանի ջախջախումը կարող է հանգեցնել Ռուսաստանի տրոհման, իսկ Ռուսաստանի տրոհումը կարող է հանգեցնել Չինաստանի հզորացման, իսկ Չինաստանը Ամերիկայի թիվ 1 հակառակորդն է, հետեւաբար կրկնել ենք մի բան, էլի ասենք, որ Ռուսաստանը իր գոյությամբ տարածքային ամբողջականությամբ թող գնա մատաղանի Ամերիկային։ Ամերիկան է դա բան, որ անդադ ներկայացնում են Ամերիկան ուզում է Ռուսաստանը քանդի տրոյ, Ամերիկան ուզում են Ռուսաստան քանդեր տրոյ, քանդեր կտրոյ, դա ինչ մի դժվար բան է, որ ընդհակառակը դա ձեռ չի տալի։ Որտեղ Ռուսաստանը որևէ բանով Ամերիկայի համար վտանգավոր չի։ 1.5% է տնտեսության, թափես տնտեսության մրցակից չի, ինչ որ բան է, հումքային կցորդ է, չունի որևէ հարցով այն պոտենցիալը, որ կարող է վաղը ձեռնոց նետի, այդ ամբողջը չկա, եւ նաեւ ֆիզիկապես այնպես է տեղավորված, որ այսօր գոնե Եվրոպայով կարա հակակշռի։ Չինաստանը ուրիշ հարց է։ Չինաստանը դա խաղաղօվկիանոսյան, այսինքն թաթերաբեմն է, որտեվ հենց օվկիանոսի մյուս ափին Միացյալ Նահանգներն է, մենք մոռանում ենք, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները եւ նույն օվկիանոսի տարբեր կողմերում են գտնվում, եւ Չինաստանը աճող տնտեսություն է, մեծ բնակչություն է, իր բոլոր խնդիրներով հանդերձ, դեմոգրաֆիական խնդիրներով հանդերձ, այդ ամբողջը կա։ Դրա համար, այսպես ասած, այս սողացող պատերազմը կողմերին ձեռա տալիս, բացի խեղճ ու կրակ ժողովրդից, ովքեր այնտեղ զոհվելու են, բայց դա ժողովուրդը երբեք էլ ինքը չի որոշել պատերազմի եւ խաղաղության ընթացքը։ Շնորհակալություն պարոն Պապյան զրույցի համար, իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումն էր, իսկ դուք շարունակեք մեզ լսել։